Լավ ենք այսօր, միասին ենք, ուժեղ ենք և բռնած ենք հաղթանակի ճանապարհը վերջապես։ Այսօր հանրային հեռուստատեսության եթերում հարցազրույց էր շատ հարգված լրագրող Նվեր Մնացականյանի հետ, գիշերը կտեսնեք տեսակրությունը, և ինքը հարցրեց, թե ինչու են սակավամարդ մեր հանդիպումները։ Ես ակնկալում եմ, որ այս գիշեր թե հմեգով, թե բոլոր հեռուստաալիքներով դուք կտեսնեք և պատասխանը կտաք, որ հայ ժողովրդի մեծամասնությունը գալիս է հետ բերելու համար իր երկիրը, իր պետությունը և սահմանադրությունը։ «1970 թվականին ես 10 տարեկան էի և իր մահից մի քանի ամիս առաջ իմ բաբիկս Կասպարը ինձ նամակ գրեց։ Այդ նամակի բովանդակությունը մի ուրիշ առիթով, մի փոքր հետո կբացեմ, ձեզ հետ կգիսեմ, կընթերցեմ, այն ինչ որ ցեղասպանության վերաբերող Կասպարը, Հովագիմը և իմ բաբերս փոխանցեցին փոքր Ռաֆին, ով այդ տարին առաջի անգամ այցելեց խորհրդային Հայաստան։ Բայց այնտեղ կար մեծն Ռաֆիի պատկամը, փոքր Հայաստանը մեծի վերածելու, անազատը ազատի, անարդարը արդարի և գիսանգախը միացյալի։ Եվ այսօր մեր պայքարը նրանց համար է, ովքեր չապրեցին տեսնելու համար մեր ժողովրդի հաղթանակը իր հայրենիքում։ Եվ այսօր հավաքվել ենք, սիրելի ընկերներ, քույրեր, եղբայրներ, պայքարի կեսին, թե առաջի քայլում, թե արդեն վերջնախաղում, ասելու համար, որ խաղ չկա հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու դեմ։ Մեր ծրագիրը ձեր առջև է և առիթ կլինի ապակային բացելու այդ ծրագիրը, ներկայացնելու, թե հայրենասիրական պահանջներից բացի, որոնք են այն շատ կոնկրետ շոշափելի քայլերը, որ Հայաստանի առաջի դե յուրե սահմանադրական նախագահությունը պիտի առաջարկի իր ժողովրդին։ Առաջի տարվա ընթացքում բյուջեն վերադարձնելու 300 միլիարդ դրամ, 250 միլիարդը
օլիգարխիայի սֆերից 50 միլիարդը պետական ջարբից ատկատների բացառմամբ եւ մենք կտեսնենք, որ մի տարվա ընթացքում նա ով ասում է կոնկրետ խոսիր, գաղափարներից իջիր, ուրեմն պատասխանդ ստացեք, մի տարվա ընթացքում շարքային Հայաստանցու կենսաթոշակը, գրթության եւ գիտության, առողջապահության եւ պաշտպանության ծախսերը 50%-ով պիտի բարձրացնենք, ոչ թե 100, այլ 50%-ով։ Ջարդելու ենք կոռուպցիան, իշխանական, դատական, հարկային եւ մաքսային, եւ ջարդելու ենք ոչ թե առանցին, այլ միասին պահանջելով, որ այդ հարստությունը ազգային, բյուջեն, բնությունը, ընթերքը մեր երկիրը վերադառնա հայ ժողովրդին։ Եթե վերջի 5 տարիների ընթացքում Ադասամանյան, Սփյուռքի, օդարների ներդրումները 300%-ով նվազել են, դա հենց այդ կոռուպցիայի պատճառով է։ Եվ մեր իշխանության օրոք, ժողովրդին պատկանող իշխանության օրոք, պիտի դրանք բարձրացնենք 600%-ով եւ նվազագույնը 5 տարի անց կունենանք 180,000 նոր աշխատատեղ, որը կպատկանեն մեր քույրերին եւ եղբայրներին, հայրերին եւ որդիներին, եւ հայ մարդը կունենա աշխատանք սեփական երկրում։ Ուզում ենք թե չենք ուզում։ Քանդելու ենք մենաշնորհները, ուժեղացնելու ենք փոքր եւ միջին բիզնեսը, գյուղը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ընդդիմական ձեռներեցությունը ոչ թե պիտի խեղդվի պետության կողմից, այլ պիտի քուրքուրվի, պիտի պաշտպանվի։ Եվ նոր Հայաստանում, այն Հայաստանը, որ մենք ենք բերելու, լինելու է ոչ թե 3.5% տնտեսական աճ, որ պատկանում է մի քանի հոգու, այն նվազագույնը 10% տնտեսական աճ, որը պատկանում է յուրաքանչյուր հայ, ընտանիքի, յուրաքանչյուր հայաստանցի քաղաքացու, եւ այդտեղ մենք կտեսնենք, որ 5 տարվա ընթացքում կբարձրացնենք նվազագույն աշխատավարձերը եւ 600,000 հայ աղքատներ, մեր հայրենագիցներ դուրս կգան աղքատությունից դեպի միջին խավ։ Այևս ոչ անգործության, անարժանապատվության, աղքատության։ Չորրորդ քայլը, որ կտեսնեք ձեր բրոշուրների մեջ, մեր գրականության մեջ, վերաբերում է համազգային, համապետական, համաքաղաքացիական արտաքին քաղաքականության։ Ոչ թե այս կամ այն իշխանավորի կամ կուսակցության, այլ բոլորիս պատկանող արտաքին քաղաքականության։ Առաջին հերթին 20 տարվա ընթացքում առաջի անգամ ժողովրդի քվեով վստահությամբ ընտրված իշխանությունը ճանաչելու է Արցախի հանրապետությունը իր տարածքային ամբողջականությամբ։ Եվ այդ հավատամքը, այդ պետական հանձնարարությունը փոխանցելու համար իմ բադիվը լինելու է վաղը մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հանդիպել Արցախի նախագահ պարոն Սահակյանի, մեր հայրենագիցների, մեր զինվորների հետ, որտեղ ժամանակը եկել է, որ մենք ոչ թե հետնաբար լինենք, հետևենք Հարավային Սուդանին, Կոսովոյին, Աբխազիան, չգիտեմ, այլ երկրների դարադեսակ, այլ հայ ժողովուրդը իր պետականությամբ մի անգամ իր ազգային շահը ներկայացնի եւ ասում է, որ Արցախը ազատ է, անկախ է եւ պիտի ճանաչվի Հայաստանի եւ ոչ միջազգային հանրության կողմից։
մեր զինվորները սահմանի վրա այևս երբեք պիտի չդառնան թշնամու դիպուկահարների թիրախ, խաղաղ պայմաններում սեփական երկրում, թե ճակատի վրա մեր երեխաները, դղաները, աղջիկները պիտի պաշտպանված լինեն պետականությամբ եւ ով փորձի մի հայու կյանք վերցնել, մի հայաստանցու արժանապատվություն պատասխան է ստանալու ադրբեջանցի լինի, թուրք լինի, ռուս, ամերիկացի կամ հայաստանցի պատասխան են տալու։ 2015 թվականին ապրիլի 24-ին մենք միասին լինելու ենք Ձիձեռնագապերտում եւ այնտեղ այն օրը մենք գոչ ենք ուղում մեր հարևան պետության Թուրքիայի Հանրապետության բացել սահմանները առանց գերս պրոտոկոլների, առանց հակասահմանադրական արձանագրությունների դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեզ հետ, բարեկամության միջոցով փոխանակել դեսպաններ եւ լուծել ցեղասպանության եւ ցեղասպանության հետևանքների վերացման բոլոր խնդիրները։ Մենք ասում ենք ոչ արձանագրություններին, որոնք 1921 թվականի Ղարսի եւ Մոսկվայի պայմանագրերի կրկնությունն են, բայց այո ենք ասում առանց նախապայմանների երկկողմանի հարաբերությունների։ Եթե Թուրքիան ուզում է վերջապես հայելու մեջ նայել, ընդունել իր նախնիների մեղքը, մենք այնքան ուժեղ ենք, իրավական եւ ինքնավստահ ասելու համար խնդրեմ, բացեք սահմանները, փոխանակենք դեսպանություններ եւ լուծենք մեր հարցերը։ Բայց եթե այդ օրը 2 տարի անց շարունակվի ժողովրդականության այս քաղաքականությունը, հայ ժողովուրդը եւ հայոց պետությունը 20 տարվա ընթացքում առաջի անգամ իր, մեր եւ հայ ժողովրդի նախապայմանները պիտի ներկայացնի աշխարհին եւ Թուրքիայի պետության։ Միաժամանակ չնեղանաք ինձանից, փորձեք հասկանալ, եթե մենք ուժեղ ենք, միասին ենք, իրավունքի դեր ազգ եւ պետություն եւ քաղաքացիներ, մենք նաեւ պիտի գնահատելու ուժ ունենանք։ Իմ դադիկ Խնգենին փրկվեց թուրք ընտանիքի կողմից, իմ բաբիկը Կասպար քուրդ ընտանիքի կողմից եւ 100-ամյակին ցեղասպանության եւ մեծ հայրենազրկման եւ մենք պիտի թագենք աշխարհի դուրը եւ ասենք, որ մենք եւս ունենք իրավունք եւ շահ եւ պիտի հետապնդենք այդ իրավունքը եւ շահը, միաժամանակ պիտի գնահատենք այդ մարդկանց, թուրք են, քուրդ են, ինչ ազգ լինեն, ովքեր փրկեցին հայերին, հույներին, ասորիներին, եզդիներին եւ ասենք, որ այո, մենք ունենք այդ ողնաշարը, այդ հայկական ոգին ասելու համար։ Շնորհակալություն։ Մենք պիտի աշխարհի բոլոր մեծերի հետ ունենանք արժանապատիվ հավասար հարաբերություններ։ Մեկ ելնելով իմ ծննդավայրից ասում եմ, որ նոր իշխանության օրոք, քանի որ Ռաֆին ծնվել է Ամերիկայում, մենք խնդիր պիտի ունենանք Ռուսաստանի հետ։ Ով դա այդպես ասում է, ինքը ամենավախկոտ մարդն է եւ Սուդասանը։ Որտեղ հայ-ռուսական հարաբերությունների բարձրակետը մենք դեռ պիտի տեսնենք եւ մեր իշխանության օրոք պիտի տեսնենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ամերիկան, Հայաստանը եւ Եվրոպան, Հայաստանը եւ Չինաստանը այնքան իրենց իրար պիտի հարգեն, որ Հայաստանը պիտի ունենա ամենաուժեղ պաշտպանությունը, անվտանգությունը, բանակը, բայց մինչ մենք հարգում ենք բոլոր մնացածներին, մեծ ու փոքր, իրենք եւս մեզ պիտի հարգենք, մենք մեզ պիտի հարգենք առաջի հերթին։
Սիրելի հայրենագիտներ, ձեր ներկայությունը հզոր լիցք է, սա մեծ պատկամ է, նոր հայերենով, որը ես այդքան նոր հայերենը չեմ ընտրում, մեծ մեսեջ է, որը անգլերեն է իսկապես, մեսեջ չեմ ասում, մեծ պատկամ է հայ ժողովրդին, իշխանությանը և աշխարհին, թե ինչ է նշանակում լինել հայ մարդ, ունենալ հայրենիք, անկախություն, դրոշակ, երազանք և երեխա, և ձեր ներկայությունը ինձ այնքան ուժ է տալիս, որ այս վերջի գետը 5 գետերի, որ ձեր ձեռքում է, դառնալու է ոչ թե երազանք, գենաց, հեռահար ցանկություն, այլ իրականություն, 5 տարի անց արտաքաղ պարը այլևս պիտի պատկանի պատմության, պատմակրքերի, դասակրքերի և 5 տարի անց ունենալու ենք մեծ վերադարձ, դեպի մեծ Հայաստան։ Եվ դա անելու ենք աշխատանքով, ոչ թե ողորմությամբ, արժանապատվությամբ, ոչ թե վախով կամ սպառնալիքով, նվազագույն կենսաթոշակով, աշխատավարձով, անելու ենք վստահությամբ, չարտելով կոռուպցիան և իշխանությունից, նախագահությունից, մինչև ազգային ժողով և դատարան և ոստիկան և ազգային անվտանգություն և անգամ հրամանատարներ բոլորին ենթարկեցնելով նույն օրենքին ինձնից սկսած Արմենուհու, Գարինի, Արմենի բոլորին վերաբերում է, օրենքը բոլորի համար է։ Մեր հիմնական մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ սեփական վախը, սեփական փոքրությունը, սեփական խանդը։ Հարկում ենք բոլորին, բոլորն էլ ունեն իրենց կենսակրությունը, իրենց ավանդը և սխալը, բայց այլևս ժամանակը եկել է, հավասար ուզում ենք կիրառել ընտրությունը, թե ուզում են վախեցնել, ցուցակագրել ուսուցիչներին, զինվորներին տանել փորձության, ինչ էլ անեն, արդեն ուշացել են, որտեղ ջար չկա, ժողովուրդը հաղթելու է այս անգամ։ Այս պայքարը ես քանի անգամ ասել եմ, և լրագրողները այսօր ներկա լսել են քանի անգամներ, ներողություն, որ ես գրգվում եմ, սիրելի հայրենագիտներ։ Այս պայքարը Ռաֆի և Սերժի, ժառանգության և հանրապետականի, գուսակցագրիվ չէ, մենամարտ չէ, սա հայ ժողովրդի, շարքային Հայաստանցու պայքարն է, մեր հայրենիքը հետ բերելու, մեր իրավունքի, մեր սահմանադրության համար։ Եվ 9 ամիս առաջ դուք ժառանգություն քվեարկեցիք, թե Բարգավաճ, թե Հաаг, թե Դաշնակցություն, թե անգամ հանրապետական, դուք պատկանում եք անգուսակցական մեծամասնության, թե ոչ, այս պայքարը այս դրոշակի համար, պետական դրոշի համար։ Մեր երեխաների համար է, խոնարհում ենք բոլոր կուսակցական դրոշները, մեր օրինակով ասում ենք, որ ժառանգությունը առաջի հերթին հայ մարդիկ են, Հայաստանի քաղաքացին է, և շատ հպարտ եմ մեր պատգամավորներով, նախորդ սերունդի, ներկա սերունդի և ապագա սերունդի, կամավորներով, համագիրներով, ովքեր անմնացոր դրվել են ոչ թե գուսակցության դրոշ բարձրացնելու համար, այլ ազգային արժեք, հավատք, հայրենիք և դրոշ բարձրացնելու համար։ Եվ դուք տեսնում եք այսօր ձեր մեջ մարդիկ ձեր նման, որ ունենցավ դարաբանք, պատմություն, կենսակրություն և նվիրում հայ ժողովրդին, կանգնել են այստեղ ներքևում, և այս պայքարը բոլորիս համար է, և այս պայքարը մի անգամ մեր կյանքի մեջ
դանելու եք մինչև հաղթանակ։ Well,